Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ուղերձ կալանավայրից Արշակ Սրբազանը միացել է մյուս 3 սրբազաններին։ Նոր ձերբակալություններ Գյումրիում, ում են ձերբակալել և ինչու։ Փաշինյանն արդեն որոշել է, թե այս կիրակի, որ եկեղեցում կմասնակցի պատարագին, ով է պատարագիչը։ Աղտոտված օդի դեմ պայքարի հաջող միջազգային փորձ, որ երկրներն են լուծումներ գտել և որ օրինակները կարող են կիրառել Հայաստանում։ Եվ այսպես կալանավայրից Միքայել, Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսները նոր ուղերձով արձագանքել են Շիրակի թեմում սպասվող զարգացումներին։ Նրանք պնդում են, որ իշխանության ներկայացուցիչները առաջիկա կիրակի նախատեսում են բռնազավթել Սուրբ Յոթվերկ առաջնորդանիստ եկեղեցին, ինչը ըստ նրանց անհարգալից վերաբերմունք է ոչ միայն սրբավայրի, այլ նաև երկրաշարժի զոհերի հիշատակի նկատմամբ։ Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչին չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-ից 21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-ից 38 թվականներին։ Թող հիշեն հրոսակները, Սուրբ Յոթվերքը հրաշագործ է և զորավոր, չի ներելու աստվածամարտներին։ Հարյուրապատիկ խորշելի և զազրելի այն տիրադավ հոգևորականը, որը կտրվի Հուդայի գայթակղությանը և ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում աշխարհիկ բիրտ ուժի միջոցով պատարագանման արարողություն կկատարի և հոգևոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սուրբ Սեղանի առջև։ Կրկնում ենք, վախեցեք Աստծո պատժից, Սուրբ Յոթվիրած պատկերի միջոցով։ Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ, որ հակառակ կիրառված բռնաճնշումների և ահաբեկման միջոցներին հավատարիմ իր ուխտին շարունակում է հնազանդ մնալ ազգի սվեհափառ հայրապետին և ապօրինաբար ազատազրկված իր առաջնորդին, հրաժարվելով որևէ զեղչում կատարել սրբազան տեքստում։ Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել, ազգադավների ու տիրադավների հետ այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենք մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում։ Փառք Աստծո, բազում են։ Ինչպես գիտենք, Փաշինյանն արդեն որոշել է, թե այս կիրակի, որ եկեղեցում կմասնակցի պատարագին։ Դա Գյումրու Սուրբ Յոթվերկ եկեղեցին է, ըստ փաստաբան Կարապետ Պողոսյանի, պատարագը մատուցելու է դրսից բերված ինչ-որ մեկը, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ։ Տեղի քահանաներից բոլորի մուտքը արգելված է, Տեր Գառնիկ քահանան պատարագ է մատուցելու ամենափրկիչում, սա կլինի ամենախայտառակ պատարագը, որ ամբողջությամբ կանցկացվի ուժայինների պնդաճակատության արդյունքում, գրել է Պողոսյանը։ Իսկ երեկ, ինչպես գիտենք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորել 2 ամսով։ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել Արշակ Սրբազանի գործով։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն 2018 թվականի հուլիսի 7-ին իբր Սրբազանը հանձնարարել է դիվանատան քարտուղարին հեռախոսով նկարել ընդունարանում թողված ակցիայի մասնակցին պատկանող պայուսակը, ապա լուսանկարը վայբերով ուղարկել Սրբազանին, ինչից հետո պայուսակի մեջ իբր դրել են մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Սրբազանի նիստից առաջ փաստաբանները հայտնել էին, որ առանձնապես ակնկալիքներ չունեն, Արշակ Սրբազանը պատրաստ է միանալ կալանավորված մյուս բարձրաստիճան հոգևորականներին, պնդում են, թե այս գործի մեջ իրավագիտություն չկա։ Սրբազանը միայն ծիծաղել է այս ամենի հետ կապված, որովհետև այս ամենը արդեն ծիծաղելու է եւ զավեշ տալի է եւ ամոթալի է։ Գիտեք, նույն տրամաբանությամբ, եթե որևէ բուհի տարածքում որևէ ուսանողի մոտ թմրադեղ հայտնաբերվի, նույն տրամաբանությամբ կարող են ասել դեկանը կամ ռեկտորն է դա կազմակերպել, այսինքն մենք արդեն գործ չունենք իրավաբանության հետ։ Արշակ Սրբազանի դեմ ցուցմունք չկա, ուղիղ ցուցմունք չկա։ Ինչպես Կասկածով է հայտնել, որ սապարկում։ Տարբեր անձինք դրա մասին հետո խոսենք։ Այդ անձը այդ թվականին, այդ ամիսներին օրինակ գործակնություն անցել է, արդյոք օգտագործել է թմրամիջոցը։ Չգիտեմ, չունեմ այդ լույսը։ Դրանք են, չէ՞, բայց չունեմ նման նյութեր, չգիտեմ էլ ում մասին է խոսքը։
Սակայն քաղաքական ու հասարակական գործիչները նշում են, որ խնդրի արմատներն ավելի խոր են թաղված։ Արշակ Սրբազանին իշխանությունը չներեց Ծիծեռնակաբերդի բարձունքից արած նզովքի համար։ Ով է կալանավորված արդեն 4-րդ Սրբազանը, Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Ինչ նզովքի մասին է խոսքը ռեպորտաժում։ Արշակ arczepiskopos Խաչատրյան, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետն է, 52 տարեկան։ Ծնվել է Արմավիրի Ոսկեհատ գյուղում, ավազանի անունը Սամվել։ Սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, 1997 թվականին գերազանցությամբ պաշտպանել է ավարտաճար հնդկահայ գաղութը եւ Մայրաթորի նվիրականությունը Հնդկաստանում թեմայով։ Նույն տարում էլ ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 2001 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ նվիրականությունը հայոց եկեղեցում թեմայով եւ ստացել վարդապետական աստիճան։ 2003-ից 2005 թվականներին դասավանդել է Գևորգյան ճեմարանում որպես 5 կտակարանի մեկնության, վարք սրբոցի եւ եկեղեցական երաժշտության դասախոս։ 2004 թվականի սեպտեմբերի 26-ին ստացել է եպիսկոպոսական օծում։ Արշակ Սրբազանն ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, մասնագիտությամբ իրավաբան է։ 2023 թվականին արժանացել է arczepiskoposi կոչմանը։ 1996-ին կազմել եւ հրատարակել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ Սուրբ Էջմիածին հայ գեղարվեստական գրականության մեջ Անդաստանում գիրքը։ 2004-ին հրատարակել է նվիրականությունը հայոց եկեղեցում 10-ից 19-րդ դարերում աշխատությունը։ 2019-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակությունը տպագրել է Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի քարոզխոսությունների գիրքը, որոնումներ վերնագրով։ Արշակ Սրբազանի եւ գործող իշխանության հարաբերությունները սրվեցին Ծիծեռնակաբերդի բարձունքից հնչած հայտնի նզովքից հետո։ Ով Փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերուն։ Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես։ Ով պայքարում է եկեղեցու դեմ հավիտենական դատապարտության ու ամոթի խարաննով պիտի հիշի պատմության մեջ։ Ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից և ընտանեկան ջերմությունից։ Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ և աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։ Վերջերս անհայտ ծագման տելեգրամալիքը հրապարակել էր ինտիմ բնույթի տեսանյութ, որը վերագրում էին Արշակ Սրբազանին, սակայն վերջինս հերքել էր իր կապն այդ տեսագրության հետ։ Փորձագետը տեսագրության մեջ պատկերված անձի եւ համացանցից որպես նմուշ վերցված Արշակ Սրբազանի լուսանկարը համեմատել է իրար հետ եւ քանի որ նրանցում պատկերված անձանց ճակատային շրջանի, քթային շրջանի եւ կզակի շրջանի ձևը նաեւ սանրվածքը համընկնում են եւ այն հանգամանքը, որ երկուսն էլ կրում են ակնոց, եզրակացրել է, որ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը։ Փորձագետը նայել է լուսանկարներին ու ասել՝ հա էլի, նման են իրար։ Պարզ չէ, որ ցանկացած մեկին ցույց տաս այս տեսագրությունն ու Արշակ Սրբազանի նկարը նա էլ կասի նման են իրար։ Սա է ձեր փորձաքննությունը։ Իսկ ամենակարևորը փորձաքննության անվանումից թեև տպավորություն է, որ պետք է ստուգվեր նաև տեսագրության իսկությունը, բայց դա չի արվել։ Այսինքն քննչականին չի հետաքրքրել, թե տեսագրությունն իրական է արդյոք, թե օրինակ արհեստական բանականությամբ ստեղծված, կամ հնարավոր է, որ մոնտաժման միջոցով է ստեղծվել այդ տեսագրությունը։ Այս ամբողջից ելնելով կարող ենք հստակ պնդել, որ քննչական կոմիտեն հաստատեց Արշակ arczepiskopos Խաչատրյանի պնդումն առ այն, որ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի։ Հերքումից մեկ օր չանցած ազգային անվտանգության ծառայությունը քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանին 2018-ին վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց դնելու մեղադրանքով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին կալանավորել 2 ամիս ժամկետով։ Գարի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Իսկ երբ տեղի ունեցողին իրավական տեսանկյունից զատ նայում ենք նաև քաղաքական ու քաղաքական տեխնոլոգիաների պրիզմայով, փազլը ամբողջանում է։ Քաղտեխնոլոգիները համոզված են սրբազաններին ձերբակալելու, կալանավորելու եւ իրավաբանների բնորոշմամբ աբսուրդային գործերով ազատազրկելը ունի հստակ նպատակ։ Գործող իշխանությունը հող է նախապատրաստում ավելի վատ սցենարների համար։ Ով կլինի հաջորդը, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։
Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը դարձավ Հայաստանում կալանավորված 4-րդ սրբազանը։ Նրա նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք։ Վերջին ամիսներին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Արշակ սրբազանն օրեր առաջ էր ասուլիս հրավիրել ու պարզաբանումներ տվել իր անվան հետ կապված տեսագրությունների եւ այլ հարցերի վերաբերյալ։ Այժմ էլ նրան թմրանյութերի գործով է մեղադրանք առաջադրվել։ Ինչ նպատակ ունի ձերբակալությունների այս շարքը, ով է լինելու հաջորդը եւ ինչի է փորձում նախապատրաստել հանրությանը իշխանությունը։ ԱԺ պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, որ պարզապես գտել են ինչ-որ մի բան, որը կարելի է կարկատել եւ բերել դատավոր Մասիս Մելքոնյանին, որը նույնիսկ չի էլ կարդա իրեն մակագրած կալանքի հիմքերի մասը։ Կարծիք կա, թե հաջորդը վեհապարն է լինելու։ Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, ասեմ ավելին, հիմնավոր կասկածներ կա, որ իրենք շատ ավելի վատ քայլերի են պատրաստ դիմել։ Դա երեք չի ասեց, ինչ հրամայում եմ ես իմ հեղինակազրկված ազգային անվտանգության ծառայության իմ ցանկությունները կատարել ու կատարում եմ, պետք է կատարի, բա ինչ պետք է անի։ Որ հայը կանգնում է Նիկոլի, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհին, իրենց ճանապարհի ընկալումը միայն մեկն է, Հայաստանի պետության չգոյությունը, այդտեղ սկսում են բռնաճնշումները։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը նույնպես չի բացառում, որ այս ամենի միջոցով իշխանությունը հող է նախապատրաստում վեհապարի վեհարանին ցերացնելու համար։ Ասում է, Օվերտոնի պատուհանը բացված է։ Եթե սրանց մի քանի 2-3 տարի առաջ նույնիսկ ցարկավագի ձերբակալություններ անհնար բան թվում, հիմա արդեն arczepiskoposներ, թեմերի առաջնորդներ, դիվանապետ, այսինքն ոչ միայն սովորական եպիսկոպոսներ չեն կալանավորված անձինք, թեմերի առաջնորդներ են, դիվանապետն է Մայրաթորի։ Այսինքն դրանից ցենկում միայն վեհապարն է մնում, այո, ուրիշ ավելի բարձր մակարդակի հոգեվորականներ չկան։ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պայքարի կոչ է անում ամեն մարդու, ամեն քաղբանտարկյալի համար, սակայն պայքարը չպիտի կրի էպիզոդիկ բնույթ։ Եթե բավարար պայքար լիներ, այսօր չէր լինի 4-րդ սրբազանը։ Եթե հիմա չպայքարենք, ջանքերը չմեկտեղենք եւ դա չդարձնենք մեր 24 ժամյա խնդիրը, ելի մի ցավով պիտի մի արձանագրում անեմ, հաջորդը ուրիշ սրբազաններ են լինելու, ուրիշ քաղաքական գործիչներ են լինելու, ուրիշ լրագրողներ են լինելու, ընդհանուր միջև վեհապար հայրապետ։ Դատավորի անուն ազգանունը կարդալիս անգամ պարզ է, թե վճիրն ինչպիսին է լինելու։ Ահա այսպիսին է ներկայիս արդարադատության վիճակը, կարծում են դատարանի դիմաց հավաքված աջակիցները։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել է։ Ըստ մեր ունեցած տեղեկության 3 աշխատավայրից ձերբակալել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Արաքելյանին եւ կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանին։ Երևանի Պռոշյան փողոցում 3 խոշոր վթար է տեղի ունեցել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի փոխանցման բախվել են մի քանի ավտոմեքենաներ՝ Hyundai, Tesla, Kia, Opel, BYD եւ Nissan մակնիշների։ Վթարի հետևանքով Kia-ի վարորդը տեղում մահացել է, իսկ Tesla-ի վարորդը մինչև փրկարարների հասնելը տեղափոխվել է հիվանդանոց։ Եվ վերջին շրջանում ամենակննարկվող թեմայի մասին, որը լուրջ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է Կենտրոնում ամբողջ շաբաթ, Արաբկիրում նոյեմբերի 26-ից 30-ը եւ դեկտեմբերի 1-ին, Շենգավիթում նոյեմբերի 26-ին, 28-ին եւ դեկտեմբերի 1-ին, Նոր Նորքում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Կենտրոնում դեկտեմբերի 1-ից 2-ը, Արաբկիրում նոյեմբերի 27-ից 28-ը, Շենգավիթում նոյեմբերի 26-ին եւ դեկտեմբերի 2-ին, Նոր Նորքում դեկտեմբերի 1-ին։
Քաղաքապետարանը շարունակում է խոսել լուծումների մասին, բայց փաստն այն է, որ խնդիրը դեռ լուծում չի ստանում։ Մի քանի օր է ուսումնասիրում է միջազգային փորձը, որ երկրների մոտ է հաջողվել հաղթահարել օդի աղտոտվածության խնդիրը եւ որ օրինակները կարող են կիրառել Հայաստանում, դիտենք ռեպորտաժը։ Սա Երևանն է, մեր վարդագույն քաղաքը։ Ես հիմա գտնվում եմ քաղաքի այն հատվածում, որտեղից առաջ Արարատի ճգնաղ տեսարանն էր բացվում։ Ինչպես տեսնում եք, լեռը այսօր չի երևում։ Պատճառը մառախլապատ եղանակն է, թե օդի աղտոտվածությունը դժվար է ասել։ Պարզ է միայն մի բան. Երևանի օդի աղտոտվածության աստիճանը հատել է վտանգավոր սահմանը, որ ավելի լավ պատկերացնեք, օրերս Երևանի օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ եղանակի հավելվածը խորհուրդ է տվել դուրս չգալ եւ չքայլել։ Երևանում խնդրի լուծումը դեռ չեն գտել։ Օդի աղտոտվածությունը այսօր դարձել է գլոբալ մարտահրավեր, որը զգում է ողջ աշխարհը։ Աշխարհի զարգացած քաղաքներում օդի աղտոտվածությունն այսօր նույնքան կարևոր է համարվում, որքան անվտանգ փողոցները կամ որակյալ տրանսպորտը։ Հասկացել են, եթե չկանոնակարգեն մեքենաների հոսքն ու չավելացնեն կանաչ տարածքները, քաղաքներում շնչելու օդ պարզապես չի մնա։ Այդ մեղմ ասած վտանգավոր կանխատեսումներից խուսափելու համար տարբեր քաղաքներ համարձակ լուծումների են գնացել։ Օրինակ Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, Մադրիդը, Տոկիոն հաղթահարել են օդի աղտոտվածության խնդիրը ընտրելով միասնական համակարգված մոտեցումներ։ Լոնդոնն օրինակ տարիներ առաջ ստեղծել է ուլտրացածր արտանետումների գոտին։ Դրա իմաստը պարզ է. եթե մեքենադ շատ է աղտոտում օդը, մուտքը դեպի քաղաքի կենտրոն կամ արգելված է, կամ էլ շատ թանկ։ Սկզբում մարդիկ դժգոհում էին, սակայն մի քանի տարի անց օդի աղտոտվածության մակարդակը քաղաքի կենտրոնում նվազեց շուրջ 40%-ով։ Ամերիկյան Լոս Անջելեսը տարիներ շարունակ խստացրել է օդի վերահսկողությունը, քչացրել մեքենաների արտանետումները, ներդրել էլեկտրական ավտոբուսներ։ Արդյունքում 20 տարվա մեջ օդի որակը զգալիորեն բարելավվել է։ Բրյուսելում ու Փարիզում էլ շաբաթվա որոշ օրերին քաղաքի կենտրոնում մեքենաների մուտքը պարզապես արգելված է։ Եվրոպական այդ քաղաքներում այդ օրերին ոչ թե մեքենաներ են սլանում, այլ հեծանիվներ։ Փարիզում նաև խոստացել են մինչև 2030 թվականը ամբողջությամբ արգելել դիզելային շարժիչով մեքենաները։ Իսկ Բեռլինում մեքենաները, որոնք ցանկանում են մտնել քաղաքի որոշ գոտիներ, պետք է ունենան հատուկ կանաչ քարտ։ Այդ քարտը տրվում է միայն այն ավտոմեքենաներին, որոնք բավարարում են եվրոպական էկոստանդարտները։ Կոպենհագենում զարգացած է հեծանվային մշակույթը։ Բնակչության 50%-ից ավելին աշխատանքի է գնում հեծանիվով։ Դանիայում իշխանությունը ի տարբերություն Հայաստանի պարզապես չի նստում հեծանիվ ու բոլորին հորդորում անել նույնը։ Այնտեղ հեծանիվ վարելը խրախուսում են ոչ թե կոչերով, այլ անվտանգ ճանապարհներով, հատուկ նախագծված ենթակառուցվածքներով եւ հստակ օրենսդրությամբ։ Մասնագետները փորձում են աշխարհում օդի աղտոտվածությունը մեղմել նաև արհեստական սարքերի միջոցով։ Հատուկ մեխանիզմով աշխատող այս սարքերը, որ կոչում են քաղաքծառեր, ստեղծել են գերմանացի գիտնականները։ Դրանց մեջ տեղադրված են ֆիլտրող գործիքներ ու ծառի փոքր ճյուղեր։ Մեկ քաղաքծառը թթվածնով կարող է ապահովել այնքան մակերես, որքան հարյուրավոր ծառեր միաժամանակ։ Քաղաքծառերն առաջինը փորձարկվել են Իտալիայում։ Օդի աղտոտվածության դեմ պայքարող սարքեր են ստեղծել նաև Բելգիայում ու Նիդերլանդներում։ Ավելին, որոշ մասնագետներ առաջարկում են անգամ շիրմաքարերը փոխարինել ծառերով, բայց այս ու նման օրինակ գաղափարները դեռևս մասսայական կիրառություն չեն ստանում։ Իսկ Չինաստանում պայքարն այլ ուղղությամբ է ընթանում։ Պեկինում, որտեղ տարիներ շարունակ շնչելը դժվար էր դարձել, իշխանությունը սկսեց փակել ածխով աշխատող գործարանները, փոխել ջեռուցման համակարգերը եւ պարտադրել գործարաններին կտրուկ նվազեցնել արտանետումները։ Մի քանի տարվա ընթացքում Պեկինի երկինքը փոխվել է այնքան, որ տեղացիներն այն անվանում են կապույտ երկնքի վերադարձ։ Սկանդինավյան երկրներում մոտեցումը բարդ, բայց արդյունավետ է։ Նրանք մեծապես անցել են վերականգնվող էներգիայի։ Նորվեգիայի մայրաքաղաքը օրինակ արդեն մշակել է ծրագիր, ըստ որի քաղաքը պետք է կլիմայականորեն չեզոք դառնա, գրեթե առանց վնասակար արտանետումների։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուծելի է, եթե կիրառվում են համադրված տրանսպորտային, քաղաքաշինական, էներգետիկ եւ կառավարման ոլորտների համատեղ բարեփոխումներ։
Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական եւ գիտատեխնիկական գործակցության հարցեր, ԱՊՀ շրջանակում փոխգործակցության խորացումը, հատուկ ուշադրություն դարձնելով արդյունաբերական, էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ նախագծերին։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել էին գործընկեր Զառա Սարգսյանը։ Գրոզնիում բարձրահարկ շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Կադիրովը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին դեմ առ դեմ հանդիպման վայր գտնել։ Ես դիմում եմ ուկրաինացի նացիստներին եւ նրանց կամակատարներին։ Եթե իսկապես ուզում եք կռվել, գտեք մի վայր, որտեղ կարող եք դեմ առ դեմ հանդիպել մեզ հետ։ Արեք դա, եթե ձեզ համարում եք մարտիկներ կամ տղամարդիկ, ասել է նա։ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանը բոլոր ժամանող օտարերկրացիների համար կներդնի պարտադիր առողջության ապահովագրության ռեժիմ։ Խախտումները կհանգեցնեն 300 լարիի չափով տուգանքի։ Եթե ապահովագրություն չտրամադրվի, մուտքը կարող է մերժվել։ Հանրապետության սահմանապահ ծառայություններն իրավունք ունեն դա պահանջելու ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստան կատարած պետական այցի ընթացքում հանդիպել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, այնուհետև մասնակցել ռուսական RT հեռուստաալիքի հնդկական մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուի հետ։ Այցի ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական էներգետիկ կապերը զարգացնելու հարցերը։ Ռուսաստանի նախագահի Հնդկաստան այցի պատվին Պուտինի եւ Մոդիի մասնակցությամբ մուլտֆիլմ է պատրաստվել, որը ցուցադրվել է հնդկական հեռուստատեսությամբ։ Ֆիլմում հնչում է վրեժ եւ օրենք հայտնի ֆիլմից ընկերության մասին երգը։ Մուլտֆիլմում Պուտինը պատկերված է Ջայի դերում, որին մարմնավորում է Ամիթաբ Բաչյանը, իսկ Մոդին Վիրայի դերում, որին մարմնավորում է Դհարմենդրան։ Կրկներգում ասվում է. «Մենք չենք խզի այս բարեկամությունը»։ Վլադիմիր Զելենսկիի գլխից թագը չէր ընկնի, եթե Լեհաստանով անցնելիս հանդիպում խնդրեր նախագահական պալատում։ Հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին, հավելելով, որ Ուկրաինի նախագահը լավ կաներ հանդիպեր Կարոլ Նավրոտսկիի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը ցանկանում է ընդլայնել ԵՄ եռյակը Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններին մասնակցելու համար։ Եվրատեսիլ երկի մրցույթի կազմակերպիչները թույլատրել են Իսրայելին մասնակցել 2026 թվականի մրցույթին։ Եվրոպական հեռարձակողների միության որոշումից անմիջապես հետո Իռլանդիայի, Նիդերլանդների, Սլովենիայի եւ Իսպանիայի հեռարձակողները հայտարարել են, որ չեն մասնակցի 26 թվականի մրցույթին։ Բոյկոտի պատճառը Գազայի պատերազմում Իսրայելի գործողություններն են։ Մոլորակի ամենամեծ սառցաբեկորը փոքրացել է 67%-ով։ Ահազանգը հնչեցրել է Արկտիկայի եւ Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտը։ A23A սառցաբեկորը իր դիրքը զիջել է D15A սառցաբեկորին։ Նոր առաջատարի տարածքը կազմում է 3071 քառակուսի կիլոմետր։ Այն 2016 թվականի հունվարին փոկվել է սառցեշելֆից եւ ներկայում գտնվում է Արևելյան Անտարկտիդայի ափերի մոտ։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն Դոնալդ Թրամփին հայտարարել է որպես FIFA-ի խաղաղության մրցանակի առաջին դափնեկիր, նրան հանձնելով ոսկե մեդալ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անունով գավաթ։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։